Ես չգիտեմ ինչ ապրանքի մասին ես խոսում Ազարը։ Լսի Սուրեն։ Որանցել էր քեզ մեծ փորձանքի մեջ ես գցել։ Իզուր ավելորդ փորձանքներ մի հավաքի գլխի։ Ես ադոնցների հետ խոսել եմ ու գիտեմ, որ նրանց ապրանքը այդ պահեստում եղել է։ Ձեր գալուց առաջ նրանք այդ ապրանքը տեղից տարել են։ Դու էր գողացել այդ ապրանքը։ Ազարյան, ես արդեն ասել եմ, որ ոչ մի պահեստում չեմ եղել ու տեղյակ չեմ ինչ ապրանքի մասին ես խոսում։ Այդտեղ չես հասկանում, որ հերքելն անիմաստ է։ Անձամբ վրամն է ինձ զանգել ու ասել, որ դու Բաբկենի հետ կռվել ես։ Հա, մենք վիճել ենք, բայց ոչ թե ինչ-որ պահեստում կամ չգիտեմ որտեղ, այլ մեր փողոցում։ Մենք ընդամենը վիճել ենք, կռիվ չենք արել, այդքան բան։ Լավ, ասենք թե հավատաց։ Հիմա կարաս մանրամասն պատմես, թե ինչի եք վիճել։ Հա, ինչի չեմ կարա։ Բաբկենը եկել էր ու ասում էր, որ դեմ էր, որ իր պապան ու նվարտադունցը իրար հետ են։ Ինքը որ հետ կռվել էր։ Եկել էր իմ մոտ ուզում էր, որ ես պապային ասեի, որ Բաբկենիչին համոզեր, որ նվարտից հեռու մնա ու մեր հետ գործարք կնքի։ Հետո, բա ինչի վիճեցիք։ Ես էլ իրան ասացի, որ պապան Բաբկենիչի հետ ոչ մի բան չի կնքի, չի խոսի ու որովհետև իրանց պատճառով ենք մենք այսօր այս վիճակում։ Ինքն սկսեց պապային վատ բաներ ասել, այդպես վիճեցինք, այդքան բան։ Կռիվ չենք արել մենք։ Ասում ես որտեղ եք վիճել։ Մեր փողոցում, ինքը մեր թաղ էր եկել։ Հետո ձեր վեճն ինչով ավարտվեց։ Ինքը հույսը կտրեց, նեղացած թողեց գնաց։ Երևի ձեր ասած այդ պահեստը գնաց։ Լավ Սուրեն։ Ես քեզ շատ ուշադիր լսեցի։ Հիմա դու էլ ինձ լսի։ Քո դեմ սպանության գործ է հարուցված։ Ճիշտ է, տուժողը դեռ ողջ է, բայց բժիշկները վիճակը անհույս են գնահատում։ Քո դեմ հնարավոր է նաև գողության գործ հարուցվի։ Եթե ինձ խաբես, նաև սուտ ցուցմունք տալու գործ կհարուցվի։ Հենց որ մտածի։ Ես մտածելու բան չունեմ։ Հատուր։ Լսում եմ։ Դարձել եմ։ Որտեղ աշխատում է Սուրենը։ Չի աշխատում, մամ ջան։ Բա ինչով է զբաղված։ Ո՞վ է պահում իրան, Վրամը։ Վրամի հույսին, հա։ Հա, պապայի բալայա։ Չի աշխատել ու չգիտի աշխատանքն ինչ բան է։
Իսկ Վրամի հետ ինչ հարաբերությունների մեջ են։ Ինչքան գիտեմ շատ վատ։ Վարամը կատաղած է իր թնջության վրա։ Այսինքն կոնֆլիկտի մեջ են իրար հետ։ Հայկ ջան, դու Սուրենի հետ ինչ-որ աղջկա հետ կապված էիր վիճում։ Հա, մամ։ Բայց այդ արդեն անցած էտապա։ Ուրեմն Սուրենը սիրահարված է իրանց տան աշխատողին։ Հա, ու ինչքան գիտեմ հիմա իրար հետ է։ Իսկ Վրամը ո՞նց է նայում դրանց կապին։ Ես ինչ իմանամ այ մամ ջան։ Տարօրինակ հարցեր ես տալիս։ Լավ, փաստորեն այդ տղան խնդիրներ ունի Վրամի հետ։ Պարզա։ Ինչն է պարզ մամ։ Ամեն ինչ պարզ է, Հայկ ջան։ Դու ինձ շատ օգնեցիր, ապրես։ Կներեք, Նվարդ, շատ կարևոր բան ունեմ ասելու։ Ինչ է պատահել, Այդե ջան։ Վահանին տարել են բաժին հարցաքննության։ Ոնց թե երբ։ Չգիտեմ, Նունեից իմացա։ Բայց ինչ հարցաքննություն այ դա։ Սոզ Բաբկենովիչի տղայի վրա կատարված մահափորձի հետ կապված։ Ոչինչ չեմ հասկանում, բայց Վահանն ինչ կապ ունի այդ ամենի հետ։ Դու բացի։ Զբաղված եմ։ Դու բացի խոսելու բան կա։ Գնա էլի հավես չունեմ։ Դու չեմ գնա, միջև չասես Վահանի ինչ կապ ունի Սուրենի հետ։ Էդ ինչ է արել Սուրենը։ Ինչի են Վահանին տարել հարցաքննության։ Դու հիմա ում համար ես անհանգստանում, Վահանի թե Սուրենի։ Ես երկուսի համար էլ անհանգստանում եմ։ Չէ, ում համար ես ավելի շատ անհանգստանում, Սուրենի թե Վահանի։ Ինչ ես խոսում Նունե։ Ով ես ուզում բանտ նստի, Սուրենը թե Վահանը։ Հիմար հարցեր ես տալիս։ Ճիշտ ես ասում։ Եթե հիմար չլինեի, քո ու Վահանի նմաններին չէին ների։ Գնա էլի այստեղից։ Նունե քեզ ինչ եղավ։ Մոնիկա հավեսը չունեմ, գնա էլի։ Լավ Նվարդ, մի անհանգստացի, ոչ են ձերբակալել, կանչել են հարցաքննության, երևի խոսակցությունը ձգձգվում է, տեսա որ վրայա կգա։ Բայց ես մի բան չեմ հասկանում հոպար։ Վահանը ինչ կապ ունի ես գործերի հետ։ Հա, բան չես լսել։ Չէ, փորձեցի ականջ դնել, բայց չստացվեց։ Սյուզի, ինձ էլ թվում էր քթի ծակով աղջիկ ես։ Փաստորեն քեզ հետ իզուր հույսեր եմ կապում։ Բայց ես ոնց իմանամ այդ Սուրենին ինչի են բռնել։ Մոնիկան չգիտի։ Չէ, ինքը քեզնից էլ է անբաշար։ Չի կարողանում ամուսնու բերանից երկու բառ դուրս քաշի։ Ինչ կա, ոնց ես։ Ինչի այդքան ուշացար։ Ղազարյանը ինչ էր ուզում քեզնից։ Աստորեն գիտեք արդեն։ Այ ախպեր դու ինչ կապ ունես այդ գործերի հետ։ Պարզվում է Բաբկենին ընկած են գտել են պայեստի տարածքում, որտեղ մեր ապրանքը գտնվեց։ Ոնց թե։ Ես ինչ ես ասում։ Դեպքը տեղի ունեցել 9-10 ընկած ժամանակահատվածում։ Հենց այն ժամանակ, երբ որ մենք ընդեղ ենք եղել։ Բայց ոնց կարա տես բանը լիվան։ Չգիտեմ։ Վահան ջան, հուսով եմ դուք ընդեղ ոչ մեկի չեք հանդիպել, չէ՞։ Չէ, մամ, ոչ մեկի մենք ընդեղ չենք տեսել։ Բայց Ղազարյանը մեզ էլ է կասկածում։ Առաջին հերթին ինձ, Նրսեսին ու Էդոյին։ Դիտողին ասեմ անպայման հաստատ Ղազարյանը իրանց էլ հարցաքննության կկանչի։ Դուպե։ Այսինքն ստացվում է, որ մեր ապրանքը Բաբկենն է գողացել։ Այսինքն Ստացվում է, որ Սուրենն էլ է իր հետ եղել, պայեստում։ Ղազարյանն էլ այդ կարծիքին։ Նվարդ, սպասեք, ման չեմ հասկանում։ Բաբկենն ու Սուրենը մեր ապրանքի հետ ինչ կապ ունեն։ Դուրսագալիս, որ լավ են ունեն հոպար։ Սուրենն ու Բաբկենը այդ ժամին այդ օրը միասին են եղել պայեստում։ Լավ, որ միասին եկել են գողանալու, բա հետո ինչի են կռվել։ շատ բարձ պատճառով։ Եկել են տեսել են ապրանքը չկա, սկսել են միմյանց կասկածել։ Ղազարյանը մեզ էլ է կասկածում։
Քեզ էլ է կասկածում Ղազարյանը, Վահան։ Փաստորեն հա։